հարցերը Չի ավարտվում մեր հարցերը երբեք, Այսօրվա իշխանության դեպքում այո։ հայտարարություններ է անում։ Առաջին Եվրոպայից կողմացնեք, որ իրենք բարձրանալ եղել, հա։ Առաջին հերթին ցանկանայինք տեղեկանալ դուք պատրաստում եք մասնակցել արդյոք թիմերի առաջնորդների բանավեճին։ Ես արդեն ոնցով հայտարարել չեմ ստանում հանրային եթերում։ Ֆորմատը բովանդակային քննարկում հնարավոր չունենար 19 հոգու մեջ եւ այդ ֆորմատով։ Իսկ երեք նկատել եք մեր քարոզաշովը հիմնականում բովանդակային է։ Պատճառը նույնն է։ Նաև Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ պատվիրակությունները աշխատում են եւ արդեն Վարդերի ու Բանջարեղենի առաջին խմբականակը քվերով ուղևորվել է։ Բայց չի նշում թե ուր, ասում է, եւ որտեղ կհասնեն կնշենք թե որ երկիր։ Ինչ եք կարծում, որ երկիր եւ ինչու է դա գաղտնի պահում, որն է իմաստը դա գաղտնի պահել։ Սպասության չեմպիոնը հերթական անգամ փորձում է մարդկանց ուղղակի խաբել։ Անունը Եվրոմիություն գյուղարտադրանք անելու համար կրկնեմ այդ միտքը լուրջ ընթացակարգերի հարց կա, սերտիֆիկացման հարց կա եւ սա ուղղակի տարիների հարց։ Խոսում են այն լեզվինատից։ Եթե այնուամենայնիվ ինչ-որ ուղղությամբ Կա այնուամենայնիվ կարող այն ինչ-որ ուղղությամբ գնացել է, ինչ-որ մի ֆուրմ ինտեր մեկը բիզնեսով պայմանավորվել է, օրինակ տանեն այլ երկրի բանով, սերտիֆիկատով փորձ են ներմուծել Ռուսաստան, կարող է փորձ են դա անել, բայց դա երկար կյանք չի ունենալու, մեծ ծավալներ չի կարող ունենալ։ Եվ վերջին հարց։ Օրինակ տանեն Վրաստան, փորձ են Վրաստանում թղթերը փոխել եւ որպես Վրաստանում աճեցրած ծաղիկ արտահանել Ռուսաստան, բայց մեկը ինքը արդեն հարկման տակ է հայտնելու, որովհետեւ ԵԱՏՄ-ից դուրս է։ Նման ինչ-որ տրյուկեր կարող է փորձել մեկ մեքենա, երկու մեքենա, բայց մեկը սա հեռանկար ուղղակի չունի։ Եվ Փաշինյանը այսօր ակնարկելով Ռուսաստանին ասել է, որ մենք 100 միլիոններով փող էինք տվել, որպեսզի զենք ստանանք եւ այդպես է չենք ստացել։ Եվ հիմա այդ պետությունը պահանջում է, որ մենք ՀՀ-ից շահերի դուրս գործողություններ կատարենք։ Ուրեմն գյուղատնտեսությունը սեփական զարգացնելը դա ՀՀ-ի շահերից դուրս է, թե ներս է։ Հիմա մի քիչ լավ չհասկացա։ Միգուցե նա հենց հանրակրվեի մասին է ԵՄ եւ ԵԱՏՄ հանրակրվեի, որը Վլադիմիր Պուտինը պահանջում է դա նկատի ունի։ Ըստ էության սա վերջնագիր է եւ շատ պարզ ասում են։ Հիմա դուք եթե այստեղ եք, եթե այնտեղ եք, այնտեղ եք, բայց ձեր ճանապարհը դեպի Եվրոմիություն մենք պատրաստ ենք ֆինանսավորել։ Սա է ասում Ռուսաստանը։ Բայց ինչ ասում է 100 միլիոն մենք գումար ենք տվել եւ մեր զենքը չեմ ընդհանրապես հեքիաթներ է պատմում իբրև ծախսված զենք զինամթերքի վրա գումարների մասին, ուղղակի հեքիաթներ են։ Այդ մարդու ոչ մի բառի հնարավոր չի հավատալ։ Ուղղակի տեսակն է այդպեսին, այս պահին ինչ որ մի բան ասի, ասենց իր պրոցիտներով մի բան ասի տակից դուրս գա։ Իսկ որքանով եք հավանական համարում, որ հնարավոր է Ռուսաստանին տային 100 միլիոն եւ չստանային զենք։ Ընդհանրապես տեղակ չեմ, թե ինչի մասին ենք խոսում։ Ընդհանրապես տեղակ չեմ։ Եվ համոզված եմ, որ սուպի